Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Կառավարությունը հավանություն տվեց ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին, սակայն որոշ փոփոխություններով։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, անցնել 4 ամիս վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը Հայաստանի քաղաքացիությունից դուրս գալու համար Արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը կսահմանվի 15 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։ Նախաձեռնությունը ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանինն է եւ այն քննարկում է անցել նաեւ միջգերատեսչական հարթակում, ինչպես նաեւ անցել է նաեւ նախարարական կոմիտեով եւ ըստ այդմ ձևակերպվել է հետեւյալ առաջարկությունները. կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալ Արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է Արական սեռի քաղաքացուն զինվորական հաշմարման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է եւ Ամերիկան փորձում է կանխել այն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մեր հիմնական նպատակն է փորձել խաղաղություն ապահովել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, ասել է նա Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի մայիսի 22-ին եւ 23-ին կլինի արձակուրդում։ Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը Տիգրան Խաչատրյանը, ասված է որոշման մեջ։ Իրանում մահապատժի են ենթարկում այն տղամարդուն, որ 2023-ի հունվարին հարձակվել էր Ադրբեջանի դեսպանատան վրա։ Բաքուն հաճախակի է դժգոհում, թե պատիժն ուշանում է, որ Իրանին մեղադրում է դիտավորության մեջ։ Ձգձգվում էր իրանական արդարադատությունը, թե սա քաղաքական որոշում է։ Բաքու-Թեհրան հարաբերությունների սև խոռոչները հայտնի են մեկ հարցում չէ, որ այս երկրները սկզբունքորեն տարբեր բևեռներում են, բայց Ալիև Փեզեշքյան վերջին հանդիպումը Բաքվում ջերմ էր, դիտարկումները խիստ բարեկամական, իսկ այս օրերին երկրներն առաջին անգամ Արցախի հադրութում են զորավարժություն իրականացնում, առազ 2025, եւ մինչեւ իրանցի ու ադրբեջանցի զինվորականները պայմանական պայքարում են հնարավոր սպառնալիքի դեմ, այդ նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն Իրանի հին ու հայտնի հակառակորդ Իսրայելի իշխանությունների հետ Թել Ավիվում քննարկում է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այստեղ պետք է նկատել, որ հենց այսօր ԱՄՆ հետախուզական ծառայությունը տվյալներ հրապարակեց, թե հնարավոր է Իսրայելը հարվածներ հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին, իսկ տարածաշրջանում Իրանին հարվածելու ամենահարմար դիրքավորման վայրը հենց Ադրբեջանն է։ Եվ ուրեմն բարեկամանում են հին հակառակորդները։ Քաղաքագետն ասում է, դիվանագիտություն է, տակտիկա, հաշվարկում են ռիսկերը, վերանայում անելիքները։ Իրանը Ադրբեջանից որոշակիորեն զգուշանում է, վտանգ է զգում, ոչ թե բուն Ադրբեջանից, այլ նրանից, որ այլ ուժային բևեռներ կարող են Ադրբեջանի տարածքը օգտագործել Իրանի դեմ ինչ-ինչ գործողությունների, դրա համար Իրանը ձգտում է ամեն դեպքում եւ հարաբերությունները ամրապնդել Ադրբեջանի հետ եւ նաեւ այդ միջոցով ինչ-որ վերահսկողություն սահմանել Ադրբեջանի վրա, այսինքն անընդհատ իր ուշադրության կենտրոնում պահել եւ կոնկրետ դա ենթադրում է օրինակ մահապատիժը, որպես հարաբերությունների կարգավորման փոքր քայլ, դա ենթադրում է նաև համատեղ զորավարժությունները Արցախի տարածքում, որովհետև առաջին հերթին Իրանը զգուշանում է հենց այդ տարածքներից։ Փորձագետն ասում է, Բաքուն էլ այստեղ իր հաշվարկներն ունի, Թել Ավիվի հետ բացարձակ մտերմությունը կարող է հետագա խնդիրներ առաջացնել։ Դա մասնավորապես Էրդողանին դուր չի գալիս։ Մայիսի սկիզբն էր Իսրայելի վարչապետը որոշել 5 օրով Բաքու գնալ, Ալիևին հանդիպել։ Լրատվամիջոցները գրում էին, որ կարող է նաև Էրդողանի հետ հնարավոր հանդիպում լինել։
Ոչ մեկը եղավ, ոչ մյուսը։ Այս ֆոնին Թեհրանի հաշվարկները կազդեն Բաքվի գործելավոճի վրա։ Ծանր ու թեթև կանի Իրանին նշանառության տակ վերցնելուց առաջ։ Կարծում եմ Ադրբեջանը հենց այդպես էլ կանի, հաշվի առնելով եւ ռիսկերը եւ հաշվի առնելով այն, Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները չեն կարող անկախ լինել թուրք-իսրայելական հարաբերություններից, իսկ թուրք-իսրայելական հարաբերությունները Սիրիայով պայմանավորված բավականին բարդ են, գրեթե թշնամական։ Դրա համար էլ Ադրբեջանը չի կարող անտեսել դա եւ չի կարող շարունակել խորացնել հարաբերությունները Իսրայելի հետ, ձևացնելով ոչինչ չի եղել։ Այստեղ նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է հիշեցնում փորձագետը։ Այդ հարցում Իրանի անփոփոխ դիրքորոշումը նույնը չեն Իրանի եւ Ադրբեջանի ռազմական հնարավորությունները։ Իրանը դիվանագիտությունը գործի է դրել, բայց չի փակել զինապահեստը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ Տուլայի մարզում անօթաչուներից մեկը բախվել է Պրոլետարսկի շրջանում գտնվող բնակելի շենքի տանիքին։ ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են մարզ կենտրոնի մի շարք այլ հասցեներում գտնվող բնակելի եւ ոչ բնակելի շենքեր։ Մարդիկ են վիրավորվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է Մոսկվայի մոտ խոցված 35 անօթաչու թռչող սարքերի մասին։ Անվտանգության նկատառումներով մուտքի եւ ելքի ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո եւ Ժուկովսկի օդանավակայաններում։ Իսրայելի զինված ուժերը Ջենին քաղաքում նախազգուշական կրակոցներ են արձակել միջազգային դիվանագետների պատվիրակության ուղղությամբ։ Պատվիրակության կազմում եղել են Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայացուցիչներ։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ պատվիրակությունը շեղվել է նախապես համաձայնեցված երթուղուց, ինչն էլ ստիպել է զինծառայողներին կրակ բացել նրանց տարածքից հեռացնելու նպատակով։ Ավելի քան 10 երկրի կառավարություն կոշտ է արձագանքել միջադեպին, դա որակելով անընդունելի։ Եվրամիությունը համաձայնել է վերացնել Սիրիայի նկատմամբ մնացած բոլոր տնտեսական պատժամիջոցները պատերազմից տուժած երկրին վերականգնման ու կայունության հնարավորություն տալու համար։ Դաշինքի որոշումը կայացվել է Մերձավոր Արևելք կատարած շրջագայության ընթացքում Թրամփի արած հայտարարությունից մեկ շաբաթ հետո։ ԱՄՆ նախագահը հանդիպել էր Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ եւ հայտարարել նահանգների բոլոր պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին։ Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների 5-րդ փուլը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև կկայանա Հռոմում մայիսի 23-ին։ Օմանի արտաքին գործերի նախարար Սաիդ Բադալ Ալ-Բուսայդին X-ի իր էջում է գրել այս մասին, հիշեցնենք նախորդ 4-րդ հանդիպումն անցկացվել է Մասկատում Օմանի միջնորդությամբ։ Ուկրաինայի ժողովուրդը պետք է նոր ղեկավարություն ընտրի Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու համար, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի իրավական բաժնի տնօրեն Մաքսիմ Մուսիխինը։ Նրա խոսքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարմար չէ ստորագրողի դերի համար, քանի որ նա վաղուց կորցրել է ներքին լեգիտիմությունը։ Ուկրաինայի ժողովուրդը պետք է ազատ ընտրի իր նոր առաջնորդին, խորհրդարանի ղեկավարը ստորագրելու որոշակի լիազորություն ունի, կթողեն նրան դա անել իր երկրի ներսում։ Մեծ հարց է, ասել է Մաքսիմ Մուսիխինը։ Ռուսաստանին G8 երկրների ակումբից դուրս թողնելու որոշումը սխալ էր, հայտարարել է Թրամփը։ Մեծ յոթնյակը նախկինում մեծ ութնյակ էր, բայց նրանք փայլուն կերպով դուրս մղեցին Ռուսաստանին։ Շատ ավելի լավ կլիներ, եթե նրանք մնային, ասել է Թրամփը Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ Օվալաձև դահլիճում բանակցությունների ժամանակ։ Թրամփի եւ Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահի Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Այն վերածվել է վեճի Հարավային Աֆրիկայում Սպիտակ բնակչության նկատմամբ ցեղասպանության վերաբերյալ վիճահարույց պնդումների պատճառով։ Թրամփն ու Ռամաֆոսան խոսել են գոլֆի մասին, նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին համավարակի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Իտալիայի կառավարությունը նոր օրենք է ընդունել, որը խստացնում է քաղաքացիություն ստանալու կանոնները։ Այսուհետև միայն այն անձինք, որոնց ծնողները կամ տատիկ-պապիկները եղել են իտալացի, կարող են այլունակցությամբ քաղաքացիություն ստանալ։ Նրանք, ովքեր իտալական ծագում ունեն միայն նախապապերի միջոցով, այլևս չեն կարող այդ ճանապարհով քաղաքացիություն ստանալ։ Նրանց համար միակ տարբերակը Իտալիա տեղափոխվելն ու այնտեղ բնակության թույլտվություն ստանալն է, գործընթաց, որը Եվրամիությունից դուրս գտնվող քաղաքացիների համար դարձել է ավելի բարդ։ Հունիսի 8-ին եւ 9-ին նախատեսվում է հանրաքվե, որը առաջարկում է կրճատել քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ բնակության ժամկետը 10-ից մինչև 5 տարի։
Հայաստանը կրկին ներկայացված է աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հարթակներից մեկում։ Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն այս տարի ևս մասնակցել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնին, ներկայացնելով ոչ միայն իր արվեստը, այլև հայկական մշակույթի նրբությունն ու ինքնատիպ ոճը։ Կաննում ցուցադրվել է նաև կոմպոզիտորի երաժշտությամբ «Ռելիկվիա» ֆիլմը, որի ռեժիսորը Սոնա Խաչատրյանն է, իսկ պրոդյուսերը Արտյոմ Բաղդասարյանը։ Ֆիլմը պատմում է 10-ամյա կույր երեխայի մասին, շոշափելով մի շարք սոցիալ հոգեբանական խնդիրներ։ Քիմ Քարդաշյանը հայտարարել է իրավաբանական դպրոցն ավարտելու մասին 6 տարվա ինտենսիվ ուսումնառությունից հետո։ Նա այս մասին հայտարարել է Instagram-ի ստորիում, տեսանյութ հրապարակելով մտերիմ ընկերների եւ ընտանիքի անդամների կողմից կազմակերպված մասնավոր ավարտական արարողությունից։ Դուք բոլորդ ինձ հետ եք եղել այս ճանապարհորդության ընթացքում, ասել է 44-ամյա Քիմ Քարդաշյանը։ Google Meet-ում ներդրվել է արհեստական բանականության միջոցով խոսքի համաժամանակյա թարգմանություն, խոսողի ձայնի ու տոնայնության ճշգրիտ կրկնությամբ։ Գործառույթը հասանելի է բետա տարբերակով այն օգտատերերի համար, որոնք բաժանորդագրված են Google-ի AI Pro պլանին կամ նոր AI Ultra-ին, որի արժեքը ամսական $249.99 է։ 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքը հնան ընթացիկ գներով կազմել է 2 տրիլիոն 117 միլիոն 693.4 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 տրիլիոն 971 միլիարդ 230.4 միլիոն դրամի համեմատ։ Այս մասին հայտնել են Հայաստանի կառավարությունից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հնան աճել է 5.2%-ով։ Մայիսի 22-ին ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1924-ին Փարիզում հայ գաղթականներ Միքայել եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 40-ականներին Պիեր Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Նրա առաջին երգը «Ես հարբած եմ» արժանացել է տարվա ձայնապնակ մրցանակին, սակայն Ազնավուր կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին Փարիզի Օլիմպիա դահլիճում հաջող ելույթից հետո։ Մայիսի 22-ից Երևանի 2800-ամյակի այգու այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն վայելելու այգու զովությունը, մաքուր օդն ու հաճելի մթնոլորտը, այլև լսելու եւ տեսնելու նոր լուսային եւ երաժշտական հագեցած բեմադրված ծրագիր։ Բեմադրությունը կլինի Երևան քաղաքի քարտեզով շատրվանների հատվածում եւ այն կուղեկցվի հանրահայտ հայկական ստեղծագործություններով։ Կգործածվի 7 տեսակի 59 ջրաշիտ։ Ծրագիրը կսկսվի երեկոյան 21-ին, կավարտվի 23-ին եւ կլինի անվճար։ Արմավիրի մարզում մեջմիացնում առանձնակի դաշնությամբ սպանություն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով 22-ամյա Վաղինակը Վաղաշապատի Մովսես Խորենացի փողոցի 40 շենքի բնակարաններից մեկում սպանել է հորը 65-ամյա Գրիգորին։ Գագիկ Շամշյանի հաղորդմամբ Արմավիրի քրեական եւ Էջմիածնի համայնքային ոստիկանները Երևանի պարեկների հետ շատ օպերատիվ հայտնաբերել են երիտասարդին, ով փորձել է կամրջից նետվել։ Նա տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։